Պարոն Խառատյան, ինչ է նշանակում ձեզ համար այսօր լինել հայ, ձեր ստեղծագործական, մասնագիտական գործունեության ընթացքում ինչպես է ձևավորվել ձեր հայի ինքնության ընկալումը։ Ուրեմն ասեմ ձեզ, որ երբ որ վերջնական Վաշինգտոնում հաստատվեցինք եւ դեռ մեր տունը կա, աղջիկս այնտեղ ապարում է, դեռ չի ապարում, այսինքն վերջացել է ապարելը, հիմա ամենտեղ համալսարաններում դաս է տալի։ Ուրեմն Վաշինգտոնում ձևավորվեց իմ մտածելակերպը որպես հայ, որ պետք է վերադառնամ անպայման ու հայ իմ դասական ընկերներից, բաներից սովորացնեմ, թե աշխարհը ուր է ընթանում ու հայը ինչ դեր ունի այս ամեն ինչի մեջ ու որ ասեմ որ հայը շատ կարևոր է, որտեղ արվեստը, պարարվեստը հատկապես այստեղ է ծնվել։ Գիտեմ որ մեր ժառապատկերներում Սյունիքի կան պարի պատկերներ, դասական պարի է, որ նայում ես ասում են որ շատ հին են դրանք, մի քանի հազար տարի, այսինքն հայի ինքնությունը գնում է հետ ժառապատկերների ժամանակաշրջանը բալետը սկսվել է Իտալիայից, այո, ճիշտ է ասում, որպես ձև, բեմական ձև սկսվել է Իտալիայից, բայց այստեղից է գնացել մինչև Հունաստան գնացել հասել է ուրեմն Եգիպտոս, հետո Եգիպտոսից Հունաստան, հետո Հունաստանից Իտալիա, Իտալիայում ստեղծվել է այդ ձևը արդեն բեմական ձևը, որտեղ մերոնք որ պարում էին, մերոնք ասած հայերը պարում էին ու այս ծեսերը կատարում էին, որտեղ էր կատարում դրսում, որ բեմ չունեինք, չէ, բեմի վրա չէր։ Հիմա ես բեմադրել եմ զույգ արեգակները ըստ Նարեկացու ու Նարեկացին ինձ մոտ շատ կարևոր դեր ունի, Նարեկացին հոգևոր աշխարհում հանդիպում է բանի հետ, Արշիվ Գորկու հետ, որ անհնարին էր ֆիզիկական դաշտի վրա։ Եվ այդ զուգապարը եւ այնտեղ ուրեմն Թորոս Ռոսլինին ներկայացրել եմ, Թորոս Ռոսլինը իմ գործերի մեջ ու բանը կա, Գուրջիևը կա։ Որտեղ եք տեսնում հայի ինքնության հիմնական առանցքները՝ լեզու, պատմություն, մշակույթ, հավատք, թե մեկ այլ տեղ։ Ուզում եմ ասեմ, հայը ինձ մեջ իմ հայրենիքն է, իմ մայրն է, իմ հայրն է, Հայաստանը։ Վայ չէ, շատ մարդկային է, շատ նորմալ է։ Ինձ համար պրոֆեսիոնալ մարդու համար լավ է, որ հետևի, չգիտեմ, կարող եմ տարիքս արդեն սկսել եմ հուզվել եմ։ Չէ, բոլորս ենք հուզվում։ Որտեվ իմ մտքի մեջ միշտ հայ կար ու երբ որ ստեղծում էի արքաբալետ, գիտեք որ Վաշինգտոնում ստեղծեցի երկրորդ բալետային խումբը ու պրոգրամի մեջ, ծրագրերի մեջ միշտ հայկական ինչ-որ մի հատ բան կար, գործ։ Հետո մենք գնացինք, այդ ամերիկացիներն էին պարում, ամերիկյան իմ աշակերտները, հետո տարա բոլորին Նյու Յորք, մեր 1700 ամակի համար, քրիստոնեության, այնտեղ պարեցինք մենք, թե ինչպես է ստեղծվել մեր էջմիածինը, որ ամեն ծրագրի մեջ պետք է հայկական բան լիներ, անպայման, ու ես այդ բաները անում էի, հետո դուդուկով բաներ բեմադրեցին, դեպ մի հատ սև տղակար իմ աշակերտներից, շատ հավանել էր դուդուկը ու ասում էր ինձ տվեք դուդուկների շարքը տվեցի։ Բալետային ներկայացում էր մեջը դուդուկի… Չէ, բաների համար, ուրեմն մրցույթի համար դուդուկի սոլո արեցի իր համար ու ասում էի, որ Նարեկացու աղոթքն է, ասում, հայկական բանը, հայկականությունը իմ այդ արյան մեջ է, չի կարա ես առանց այդ հայկական աղջկաս համար մի հատ դուդուկով բան բեմադրեցի, աղոթք էլի, շատ հետարքիր էր, 2003 թվին մենք որ եկանք այստեղ հյուրախաղերի Հայաստան, նա պարեց ու
ինձ ասում էին, որ բեմը չի լցվի, ասում էին, որ չի լցվի, կտեսնենք։ 2 օր բեմը լեցուն էր, ասում են բեմը հանդիսատեսը, դահլիճը լեցուն էր։ Կրթությունից խոսեցին։ Կրթությունը ձեր կարծիքով պետք է լինի ազգային, եթե այո, ինչու, ինչպես։ Ազգայինը որն է, ես չգիտեմ, գիտեք կրթությունը աշխարհը այնքան սրընթաց առաջ է գնում, որ հիմա անհասկանալի է, էլի, որ մենք որտեղ ենք ու բանի համար եմ ասում, այդ գլոբալիզացիայի մասին եմ խոսում, ու ես էլ չգիտեմ, գիտեք, որ գլոբալիզացիան լավ է մեր ազգի համար, պետք է շատ զգուշ լինել եւ օրինակ ես մի հատ Անուշ բեմադրեցի, ես ասեմ, որ գլոբալիզացիայի հետ կապ ուներ Անուշի համար, Անուշը, որը դուդուկով բեմադրեցի առաջ անգամ ինձ ասում էին, որ դա ամոթ է դուդուկը բանը, ասում էի ոչինչ, թող լինի, բայց ինձ համար Սարոն մեջը կա, չէ, Սարոն լեռների տղա է, Անուշը մեր, այսինքն, եթե խաչ է, Սարոն էստեղ է, Անուշը էստեղ է, ու Մոսին էստեղ, ներքև, ու ասում է, որ Թումանյանն էր ասում, որ բանը իգիթին գետնին չի գցի, բայց իմ Անուշի մեջ Սարոն շատ հանգիստ գցում է իրան գետնի, որտեվ դա պետք է լիներ, ու Անուշը փորձում էր երեքին բարիշացնել էսպես, հետո ինքը տեսա, որ ոչինչ բան չստացվեց, գցեց իրան ջուրը, ուզում եմ ասեմ, այդ գլոբալիզացիան շատ զգուշ պետք է արվի մեզ մոտ, որտեվ դրան շատ կախված կլինի, թե մեր ազգը որտեղ է գնում, որտեվ Մոսին Ադաթի մեջ էր, ու Ադաթը որպես սիմվոլ ես մեր բաներից տվեցի, ինքը դհոլ էր, կարծեմ, խփում էր, վերջը պատռեց այդ դհոլը, ինքն էլ հասկանում էր, որ սխալ է անում, բայց ինքը Ադաթի մեջ էր, ինքը այդ գլոբալիզացիայի մեջ էր, որը դուք ասում եք, էլի։ Հիմա ես չեմ կարող բռնեմ, պետք է մեզ առաջ ընթաց, թե պետք չի առաջ ընթաց, որտեղ ես խոսքս եթե բալետին վերաբերվի, պարարվեստին վերաբերվի, պարարվեստը ֆոլկլորը չէ, պարարվեստը այն դասականն է, որ բոլոր ազգերը նույն բաները անում են ես։ 5 մարդը ստեղծված է 5-ով, չէ։ 5 վերջավորություն գլուխը, 2 ձեռքերը եւ 2 ոտքերը, ուրեմն պետք է որ մենք 5-ի մեջ լինենք, ամբողջ մարդկության հետ համահունչ առաջ գնանք։ Իսկ Հայաստանում դուք ասում եք, որ գլոբալիզացիա պետք է, թե պետք չի, այդ չեմ կարող ասել։ Ձեր կարծիքն եմ ուզում։ Չգիտեմ։ Պարոն Խարատյան, ձեր բեմադրություններում հոգևոր այդպես շեշտադրումներ կան, թեմատիկա կա հոգևոր։ Հետաքրքիր է ինքնության կառուցման մեջ ինչ դերակատարություն ունի հայ առաքելական եկեղեցին, հայոց եկեղեցին։ Շատ դժվար հարց եք տալիս, հայոց եկեղեցին շատ դարեր, ուրեմն առաջնորդել է մեր երկիրը, օրինակ ես բեմադրեցի զույգ արեգակները ու այնտեղ շարականները դրեցի, բանի Մեսրոպ Մաշտոցի, որ 5-րդ տարի երաշտուն երբեք չի հնչե, ու այդ ներկայացումը միակ ընդունվեց Եվրոպայում ու ցուցադրեցին Մեծո կանալով, Մեծո այդ 60 միլիոնանոց հանդիսատեսի համար ցուցադրվեց, դրանով ցույց տվեցի, որ թե Նարեկացին տաղերից, թե Մեսրոպ Մաշտոցի այդ շարականները, այսինքն հոգևորի վրա ենք հիմնվել, ու հոգևորը շատ կարևոր դեր ունեցել։ Ձեր կարծիքով եկեղեցին ունակ է խթանելու հանրային համերաշխություն, երկխոսություն այսօր։ Ունակության մասին ես չեմ կասկածում եկեղեցու, բայց իրենք անում են այդ բաները, թե չէ, այդ չգիտեմ ես, չեմ կարող ասել, որտեվ այսօր բանը ուսուցանելը, education-ը ոնց է, կրթությունը մեզ մոտ շատ թուլացել է ու ազգային
որտեվ ազգայինով մենք պետք է բան լինենք, չէ՞, մենք ասենք, որ այ Մասի սարը մերն է, մեր երազանքներով պետք է գնանք առաջ, այդ երազանքները, որ կառավարությունը ուզում է վերցնի մեզանից, անհնարին է։ Այդ ժամանակ մենք ապավենում ենք բանին, եկեղեցուն, իսկ եկեղեցին սենց կաներ։ Հայը պետք է ամեն ինչ իմանա, ամեն ինչ կարողանա, ինքը ուրեմն պարարվեստը ինչ է անում։ Պարարվեստը ինձ համար շատ առանջնային է, ոչ խոսքն է, ոչ լեզուն է, ոչ մի բանն է։ Ինքը հայի կերպարով պետք է որ առաջ տանի առաջնորդի բաների մարդկության էլի, այս մեսեջն եմ ուզում տամ ու ես իմ աշակերտների, իմ ուսանողների մոտ դա եմ զարգացնում